Բաբայան Օֆելյան եմ, գյուղ Փոքրայում, բնակվում եմ, ունեմ 7 անչափահաս երեխա, 6 տղա մի աղջիկ։ 6 տղա մի աղջիկ։ Հիմա եմ հարևանի տանը։ Հա, տունը ձերը չի։ Չէ, ուրիշի տունը, վերցրենք ապրում ենք, տեսնենք ինչ կգնել։ Վարձ տալիս եք, բայց չեք տանի։ Չէ, դե որ իմացան 7 բալիկ են։ Հա, Աստված օրհնի իրանց, ապրեն իրանք շատ։ Օֆելիա ջան, դուք խոզեր ուզեցիք, բայց ես ոնց նայում եմ գյուղում, նաև կարայիք կով ուզեք։ Եվ ինչու կով չուզեցիք։ Ես մտածում եմ, որ շատ երեխաներ կարողանում եմ կերակրեմ, բայց կովերի հետևից ոնց էինք։ Ամուսին ինչով է զբաղվում։ Մի քիչ բան գնացել ուրիշի մոտ, Հա, կովապահում։ հա, ուրիշի մոտ բանա ձեր կովապահում, ուրիշի մոտ աշխատում։ Հա, ձեր խոզերը ուղարկել է Դավիթ Մխիթարյանը։ Շատ ուրախ եմ։ Շնորհակալություն Դավիթ Մխիթարյանին, որ մեզ օգնեց, իմ բոլոր բալիկներին ապահովեց, ինչով որ Հնարավոր է։ Կարելի է տեսնել խոզին։ Այո։ Դու փաստորեն դու մենակ ես 6 ապեր ունես։ Ոնց են քեզ ապերները պահում։ Լավ են պահում, թե ծեծում են։ Թագուհու պես, ապրես դու։ Ուրեմն մայրիկին էլ ես թագուհու պես պահում, դու շատ ապրես։ Ճիշտ է ասում, որ թագուհու պես։ Հա, ճիշտ է ասում, ապրեք դուք երեխեք ջան։ Էս ինչ լավն եք։ Հայցը ինչով կարողանում եմ օգնել։ Հա, մեծը արդեն աշխատում է, Աստված օրհնի իր։ 14 տարեկան է մեծը։ 14 տարեկան ու արդեն։ 13։ Ես ինչ եմ քնել։ Կամաց խոսանք քնած են, հա? Չեն դեռ զարթուն են։ Հա? Իրան գիշերվա ժամը 1-ին են քնում։ Հա։ Ավելորդ ես դուրս եմ գալ ոտոտեն։ Հա։ Իսկ ինչ եք կարծում։ Գյուղում հնարավոր է գյուղատնտեսությամբ աշխատելով, անասնաբուծությամբ աշխատելով գոնե տանտեր լինել, էլի, այսինքն շատացնել, պահել, շատացնել ու վաճառել մի տուն առնել գոնե։ Գյուղում մաչելի են տները։ Առաջին անգամ։ Հա, Աստծո օրհնությունը թող լինի Դավիթ Մխիթարյանին էլ շնորհակալություն շատ այս հրաշք բալիկներին հասցնելու համար։ Ապրեք շատ։ Գնանք ապեր։ Արդեն գնանք հերիքեր։ Всё, հաջող դե։